Խոսքի քարոզչությունը սիրելիներս պետք է սկսենք նմանատիպ մի հատ օրինակից։ Օրինակ բերված է մի հասարակ մահկանացու գյուղացու կյանքից։ Գյուղացին, ինչպես գիտեք, երբ գալիս է ժամանակը վարուցանքի եւ խոտ են հնձում, եւ այդ խոտը պարտադիր չէ որ գյուղացի կամ գյուղում եղած լինես, եւ այդ խոտը բնականաբար պետք է մի ընթացք փռեն, արևի տակ չորանա, հետո ինչ են անում, գոմ են տանում, պահում են, որպեսզի ձմեռը կարողանան իրենց կենդանիներին կերակրել։ Եվ նմանատիպ մի հատ ընտանիքում մեր եղբոր անունը Ջորջ Հաչեր։ Ջորջ Հաչը իր դաշտի, իր տարածքի խոտը հնձեց եւ այդպես պատրաստել էր որ փռեր, չորանա եւ հետո գոմը տեղափոխեր։ Մի կիրակի առավոտ հարևանը դուռը թակեց, դուռը բացեց, բարևեցին իրար եւ ասեց. Ջորջ եղբայր, հարևանս, տեսնում ես ահավոր անպամած է եւ անձրև է գալու եւ տեսել եմ որ բավականին նեղությունով խոտ է սնձել արի ես քեզի օգնեմ որ ես հսկայական խոտը տեղափոխենք գոմ որպես ես անձրև անցնի հետո քո անելիքն անես Ջորջ եղբայր ասեց անչափ շնորհակալ եմ հարևանս քո վերաբերմունքի քո մոտեցման համար բայց այսօր կիրակի է ես եւ իմ տունս եկեղեցի պիտի գնանք Հարևանը շարունակեց պնդել, ասեց Ջորջ, չես հասկանում իրավիճակը, այս ամբողջ նեղությունը շաբաթների հնձածդ խոտը կփչանա, ինչ եկեղեցու մասին է խոսքը։ Թողավ տուն գնաց։ Ջորջ եղբայրս իր ընտանիք առավ ու եկեղեցի գնաց։ Ու ինչ է կարծում, եկեղեցում աղոթեց, որ Աստված անձրև չտա։ Ոչ։ Նա աղոթում էր, որ Տերը իրեն եւ իր տունը օրհնի Աստծո կամքի եւ շնորհքի մեջ։ Նրանք գնացին եկեղեցի եւ ինչպես սպասվում էր հսկայական անձրևը տեղաց։ Եվ Ջորջ եղբոր ամբողջ հնձած խոտը փչացավ։ Երբ եկեղեցուց տուն էին վերադառնում հարևանը սպասելով սպասում էր գնաց դուռը ծեծավ ու ասեց տեսար Ջորջ իմ քաղցր ու սիրելի հարևանս ինչ արեցիր քո ամբողջ շաբաթների տանջանք ու նեղությունը ջուրը մատնեցիր ասեց միգուցե ես իմ խոտը կորցրեցի բայց ես իմ ընտանիքս փրկեցի Հիմի հարց է առաջանում այդ ինչի այդ մի անգամ եկեղեցի գնալով ընտանիք ես փրկում Այդ մի անգամները կողք կողքի է շարվում եւ մի ամբողջ կյանք է կազմում Երկրորդը Ես ուզում եմ հարցնեմ քեզի Արդյոք դու քո կյանքի ամեն մանրամասնություններ հիշում ես, թե հատուկ դրվագներ կա, որ անկախ քո որոշումից եւ ընտրությունից քո մեջ թաչվել է, գրվել է։ Անկախ քեզանից հիշում ես այդ օրը, այդ պահը, այդ խոսքը, այդ իրավիճակը, այդ իրադարձությունը։ Այդպես է թե ոչ։ Մենք ամեն բան չէ որ կարող ենք հիշել։ Մեր ուղեղը իսկապես այդպեսի կառուցված է, բայց մենք չենք կարողանում այդ աշճանի օգտագործել։ Գիտես, որպես հոգևոր ծնող Մի օր մենք մեր երեխայի կողքին չենք լինել։ Ուզես, թե չուզես։ Բայց հարցը սրանում է։ Մեր թողած $5, թե 50,000, թե $5 միլիոն, որ ժառանգություն կթողնենք։ Ինչ հոգևոր արժանիքներ, վկայություններ ենք թողնելու ժառանգություն։ Մեր հոգևոր երեխաներին Ջորջը որոշել էր որ այդ օրը կորցներ իր խոտը բայց փրկեր իր ընտանիքը Աստծո խոսքով եւս այս իրավիճակը փորձենք վերլուծել Roman chapter 8 verse 16 Հռոմացիս գիրք 8-րդ գլուխ 16-րդ խոսքի մեջ այսպես ասում Նույն ինքը հոգին նկատում եք մեծատառով է գրված դա ում հոգի Աստծո հոգու մասին է խոսքը այն Աստծո հոգին որ մի օր եկավ ու մենք ճաշակեցինք եւ ընդունեցինք եւ նրա այդ հաղորդակցության մեջ մտանք եւ ասում են նույն ինքը հոգին վկայում է ում մեր հոգուն ամեն մարդ արարածի մեջ Աստծո հոգու մասնիկը կա Հավատում ես, թե չես հավատում։
Մի ժամանակ մենք չէինք հավատում, բայց այդ հոգին չէր բացակայում մեզից։ Այդ հոգին մեզ հետ է, եթե դու Աֆրիկայում ես ծնվել, թե Սայբիրիայում։ Աշխարի որ ծայրամասում էլ ծնվել ես, որ դարաշրջանում էլ որ ծնվել ես, սկսած Եդեմի պարտեզից Աստված Ադամի ու Եվայի մեջ իր հոգու մասնիկը դրեց եւ մինչեւ այսօրվա սորը 8.5 բիլիոնը, եթե 180 բիլիոն բնակչություն ապրես երկրագնդի վրա, յուրաքանչյուր մարդ արարածի մեջ այդ հոգին կա։ Բայց իմի հարցը առաջանում, արդյոք այդ հոգին, որ այս մարմնի մեջ պարփակված է, հաղորդակցվում է այդ երկնային Աստծո հոգու հետ, թե ոչ։ Այսօր մենք այստեղ ենք եկել, որովհետև վկայություն ունենք այդ երկրային հոգուց, որ մեր հոգին այդ հոգու հետ հաղորդակցվում է։ Եվ Հռոմացիս 8-րդ գլխի 16-րդ համարը մի անգամ եւս ինձ ու քեզ վերհիշեցնում է, որ մեր մեջի հոգին հաղորդակցվում է այդ երկնային հոգու հետ։ Եվ ինչ է ասում այդ հոգին, որ մեզ հետ հաղորդակցում է, թե ինչ ենք, ես ու դու Աստծո որդիներ ենք։ Կարող ես ասել, ես Աստծո որդի եմ։ Փառավոր լինի այդ Աստվածը, որ մեզի որդի կանչեց, իսկ իր խոսքի վկայության համեմատ։ Եվ շարունակվում է այս իմացությունը Պողոս առաքյալը ասած առած Աստծո օգուց 17-րդ համարում եւ այսպես ենք շարունակում ընթերցել է։ Եվ եթե որդիներ ենք, ապա ինչ ենք։ Ժառանգներ ենք։ Ժառանգներ։ Մեր Ջորջ եղբայրը այս համարները շատ խորն էր հասկացել։ Նա հասկացել էր, որ այդ խոտը կգա ու այդ խոտը կգնա, բայց այն երկնային ժառանգությունը, որ ժառանգած Աստծոց կարող է ժառանգություն թողնի իր որդիներին, շատ ավելի արժեքավոր էր։ Ոստի ասում է, ապա եւ ժառանգներ Աստծո եւ ժառանգակիցներ ում հետ Քրիստոս փառավորածի հետ։ Ժառանգակից ենք։ Քրիստոսի հետ երկինքն ենք ժառանգելու ու ժառանգակից ենք դառնելու։ Եթե իր չարչարանքներին կրծորդ ենք, իր չարչարանքներին հաղորդակից ենք լինելու նաև իր փառքին։ Ջորջ եղբայրը հասկանում էր, որ այդ ժամանակավոր նյութական կորուստը չարչարանք էր, նեղություն էր, բայց այս խոսքին հավատալով հավատում էր, որ նաև հաղորդակից կլինի ինչին, այդ փառավոր Քրիստոս Հիսուսի փառքին երկնքում, ոչ միայն ինքը, այլ նաև իր տունը։ Եթե անցյալ կիրակին ներկա էիք, մենք խոսում էինք այն գործ առաքելոցից այն հատվածի մասին, թե ինչպես անարդարեցի ձևով նյութականից դրդված, ինչպես այսօր բացահայտորեն տեսնում ես, թե ինչ է կատարվում Ամերիկայում, նյութականից դրդված ինչ արեցին, ծեծեցին, ջարդեցին ու նրանց բանտը նետեցին, Պողոսին և Շիղային։ Պողոսը ու Շիղան Աստծոց երկնքից կայծեր չխնդրեցին, որպեսի թափի այդ քաղաքի ժողովրդի վրա, որ այդպես անարդարացի իրենց բանտարկեցին։ Աստծոց չխնդրեցին երկաշարժ, որ բանտի դռները բացվին, այլ մտան Աստծո ներկայության եւ ինչ էին անում, ասում է երկ ու աղոթք ու փառաբանություն էին անում, այն բանտախցում, այն մեկուսացված բանտախցում, ոչ թե ընդհանուր։ Եվ ասում է բանտրարկյալները ուշադիր լսում էին նրանց փառաբանության ձայնը ու փառաբանությունից հետո երկաշարժ եղավ ու բանտի դռները բացվեց։ Բանտը իր փակ դռներով, երբ որ բանտի դռները բացվում է, արդյոք բանտ չի, այլ շուկա է, ով որ կուզի կմտնի, ով էլ կուզի դուրս կգա։ Հետաքրքիր մի բան տեղի ունեցավ։ Այդ բանտում եղած բանտարկյալներից ոչ մեկը բաց դռները տեսնելով փախուստի չմատնվեց, այլ մնացին։ Ասում է բանտապետը, երբ արթնացավ ու բանտի դռները բաց վիճակում տեսավ, սուրը առավ, որպես ինքը իրեն ինչ անել, սպանել։
Եվ Պողոս առաքյալը այնտեղից կանչեց, ասեց. Սուրդ ներս տեր։ Ես եւ ողջ բանդարկյալները այստեղ ենք։ Ոչ մեկը փախուստի չի մատնվել։ Եվ դա եղավ այս բանդապետի, այդ բիրտ բանդապետները այն ժամանակահատվածի նույնիսկ հիմի լեցուն կինոնկարներ են անել, թե բանդերում ինչ է տեղանում եւ բանդապետները ինչ կարգի մարդիկ են։ Եվ առավել եւս սրանից 2000 տարի առաջ։ Եվ ասում է Գործ առաքելոս 16-րդ գլխի 30-րդ համարում ասպես է ասում. Եվ բանդապետը մոտեցավ Պողոսին եւ Շիղային ասեց եւ նրանց դուրս բերով ասեց. Տիարք իմ տերերս, ես ինչ պետք է անեմ, որ ինչ անեմ, որ փրկվեմ։ Զարմանալի ձևով այդ բիրտ, այդ դաժան մարդու հոգու դռներն էր բացվել, դեպի ուր, դեպի փրկություն ու հավիտենական կյանք։ Ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ։ Եվ նրանք ասացին, Պողոս եւ Շիղան ասաց. Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ խոստումը լսեք եւ կփրկվես դու եւ քո ամբողջ տունը, ամբողջ տունդ։ Մեր տան փրկությունը այսօր իմ խոսքը ուղղված է ինձ ու քեզ, որ դու ներկայ ես այստեղ։ Կախյալ է ինձ ու քեզանից, մեր հավատքից, մեր աստվածապաշտությունից, մեր փնտրտուքից, ինչպես այդ բանդապետն էր փնտրում, ինչ անեմ, որ փրկվեմ, եւ խոստում առավ երկնքից, ոչ թե իր, այլ իր ամբողջ տան համար։ Եվ 32-րդ համարում այսպես են կարդում, 32 եւ 33։ Եվ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խոսքը։ Ու գիշերվա նույն ժամին տարավ նրանց վերքերից լված եւ ինքը ու իր տնեցիները, իր յուրայինները բոլորն էլ անմիջապես ինչ արեցին, մկրտվեցին ջրով։ Եվ Քրիստոսի խոստումը իրականացավ. գնացեք եւ վկայեք ոչ աշխարհը։ Եվ ամեն ով որ հավատա եւ մկրտվի, պիտի փրկվի։ Եվ այդ տանը մեջ այդ օրը փրկություն եկավ։ Այո, անչափ էական ու կարևոր է, երբ որ տունը, ընտանիքը, որը բջիջն է հասարակության, այսօր տեսնում եք, թե ինչպիսի քայքայում ու բաժանում կա այս երկրում, Ամերիկա երկրում, մենակ Ամերիկայում չէ, ամեն ուր է։ Երբ որ ընտանիքը առողջ է եւ հիմքը կառուցված է Աստծո խոսքի վրա, նա երբեք չի անիծում, երբեք չի հայհոյում, երբեք հարևանի մեքենան չի ջարդում, որտեվ իր սիրած մեքենան չի, Թեսլա չի։ Այսօր ընկել են սկսել են մեքենաները ջարդել։ Իրանց ողն են անում։ Իլան Մասկից։ Այլ Աստծո վախ իր մեջ է։ Նրա ամեն բառը կշռադատված է։ Նրա ամեն նստելը ու ելնելը արժեքավոր է։ Գիտեք, որովհետև ինքը իրեն չի ներկայացնում, այլ իր մեջ բնակվող փառավորած Քրիստոս Հիսուսին է ներկայացնում։ Եվ այն կողմը ներող կլինեք։ Ես միայն մի բան եմ ասել, ու մի բան կարող եմ ասել։ Նրանք, որոնք ջարդում են, հայհոյում են, անիծում են, կամ ելնում են ու վիդեո են հանում, որ մենք կպայքարենք ու բռուսներով օդի մեջ են հարվածում, նրանք էլ ծառայում են սատանային, ուրիշ բան չկա ծառայող։ Հիսուս ասեց, այս աշխարհում երկու տեր կա։ Ես Քրիստոս Հիսուսս եւ թշնամին ու սատանան, որոշիր ում ես ծառայելու։ Եվ այսօր բացահայտորեն տեսնում ենք, ու զանազանվում են մարդիկ, նայում ես իրենց դեմքին, իրենց տեսքին, իրենց շարժուջևին, իրենց խոսածածին եւ անմիջապես գիտես,
թե ինչ Տիրոջ են նրանք ծառայում։ Ամուսիններ էին, ամուսնանում են ընտանիք կազմելու, վիճեցին, գժտվեցին, խռովեցին և երկար ժամանակ իրար հետ չէին խոսում։ Տխուր է, ցավալի է, բայց պատահում է, իրական է։ Եվ ամուսինը հաջորդ օրը գործի բերումով միտինգ, հանդիպում ուներ, և առավոտը պետք է շուտ արթնանար, և գիտեր, որ ինքը դժվարանում է առավոտ շուտ արթնանալու, բայց գիտեր, որ կինը այդ առումով շատ աչալուրջ է, և մտածեց առիթ ստեղծի, որ կնոջ հետ սկսեն խոսելու, բայց առաջի քայլ ուզեցավ, որ կինը վերցնի խոսքի առումով։ Եվ ինչ արեց, մտածեց, թե ինչպես անի, որ և առավոտը շուտ արթնանա, և միաժամանակ նաև առիթ ստեղծի, սրամիտ գտնվի, որ կինը սկսի խոսքը բացելու իրենց մեջ։ Ուստի գիշերը մի քիչ շուտ, ինչ արավ, գնաց քնելու, և մի գրություն թողեց, և թողեց իր կնոջ անկողնու կողքին, ինձ արթնացրու առավոտը 5-ին։ And they put the near to the place where his wife sleeps. Նա քնեց, առավոտյան արթնացավ, 5-ն էր անցել, 6-ն էր անցել, 7-ն էր անցել։ Ուշացել էր հանդիպումից, բարկացավ, նեղվեց, մտածեց արթնացնի կնոջը և իր ամբողջ մաղձը ու բարկությունը թափի կնոջ վրա։ Այդ ընթացքում էր, որ կնոջ արթնացնելու հանկարծ տեսավ մի գրություն իր անկողնու կողքին դրած։ Կինն էր գրություն թողել։ Առավոտը ժամը 5-ն է, արթնացիր, գրություն էր թողել ու թողել էր կառավատի կողքին ու գնացել էր քնել էր։ Սիրելի սրամիտ քույրեր, շնորհավոր ձեր մարտի 8-ը։ Սա նվեր ձեզի մարտի 8-ի կապակցությամբ։ Սրամիտ եք, Աստված այդպես է ձեզ ստեղծել։ Ձեր սարքածը օրհնված է, ձեր քանդածը ահավոր է։ Սարքեք Աստծո փառքի համար, Աստծո օրհնության ու շինության համար, թող Տերը փառավորվի ձեր կյանքի բոլոր ապրած օրերի մեջ։ Սա իմ խոսքերը չի, սա ամբողջ Աստվածաշունչն է այդպես ասում։ Կնոջ սարքածը օրհնված է, բայց Աստված մի արած է, որ կինը քանդում է։ Էլ չես կարող կառուցես ու սարքես։ Մի խոսքով շնորհավոր ձեր կանանց տոնը։ Անգլիայի պետությունը, եթե ոմանքդ հետևում եք ընդհանրապես ինչ-որ չափանիշով քաղաքականությանը, գիտեք, որ այս պետությունը ժամանակին հրաժարվեց կաթողիկ եկեղեցուց, կառուցեցին իրենց հավատքը, և այդ երկիրը տվեց մեծամեծներ, հոգևոր մեծամեծներ, ոչ թե մեծամեծ թագավորներ։ Այդ երկիր տվեց Վեսլի եղբայրները, որոնք Աստված նրանց օգտագործեց 100 ու 100-ավոր հազարների ապաշխարության ու փրկության համար։ Այդ երկրի ծնունդն էր Չարլզ Սպերջենը։ Չարլզ Սպերջենը համարվում է քարոզիչների մեծագույն քարոզիչը, ամբողջ 2000 տարվա մեջ։ Բայց Անգլիան որպես կառավարություն և պետություն ինչպիսին գտնվեց։ Վիլյամ Գլադստոն, նա 1800, ուշադիր հիշեցի, 1868 թվականից մինչև 1894 թիվ 19-րդ դարաշրջանի Անգլիայի Prime Minister-ն էր, այդքան երկար տարիների ընթացքում։ Վիլյամ Գլադստոնը խորը հոգևոր նաև մարդ էր։ Եվ իր խոսքերը հետևյալն ասեց. Ինձի ասեք, թե այսօրվա Անգլիայում ապրող երիտասարդները կիրակի օրերը որտեղ են անցկացնում իրենց ժամը։ Եվ ես ձեզ կասեմ այս պետության վաղվա ու ապագա ընթացքը։ Թույլ տվեք ասեմ այսօրվա Անգլիայի ընթացքը։ Այդպիսի նախադեպ չի եղել
Լոնդոնը, որ համարվում է ամբողջ Անգլիայի փառքի կենտրոնը, մայրաքաղաքը, երրորդ անգամ վերընտրեց Սադիղ խանին որպես քաղաքի քաղաքապետ, երրորդ անգամ, որ դա նախադեպ է, նման բան չի եղել պատմության մեջ։ Ուրեմն ամբողջ Անգլիայում չգտնվեց մի հասուն, մի կրթված, մի քաղաքական գործիչ, որ երրորդ անգամ սա ծայրահեղ Պակիստանի մուսուլման է, որ 1968 թվականին գաղթեցին Պակիստանից։ Այսօր ես կարդում էի առավոտյան շուտ, երբ աղոթում էի, մի պահ մի հատ աշկովս անցկացրեցի։ Կոնգոյում մի երկիրը քրիստոնեական երկիր է, եւ մի հատված կա, որ 95% քրիստոնյաներ են։ Եվ այս երկու շաբաթների ընթացքում մտել են եկեղեցի եւ 70 քրիստոնյաների գլուխը մարմնից առանձնացրել են, ծայրահեղ մուսուլմանները։ Ու հետաքրքիր է, որ այս Սադիղ խանը որևէ մի բառ, մի տառ ունի այդ մուսուլման, այդ ծայրահեղ մուսուլմանների հասցեին ասելու, իհարկե ոչ։ Եվ մենք շարունակում ենք լսելու նրանցից, որ իսլամի կրոնը բարեկամության, խաղաղության կրոն է, ով ոչ, սատանայի ու դժոխքի կրոն է, որտեղ ամբողջովին կառուցված է մարդու ձեռքով, եւ այն ինչ որ մարդու ձեռքով է կառուցված, անիծված է Աստծո առջևը։ Կխնդրեմ, որ ձեր աղոթների մեջ հիշեք Կոնգոյում մեր քրիստոնյա քույր ու հալածված եղբայրներին։ Աղոթում եմ, որ այս երկրի նախագահը, նորընտիր նախագահը, հոգևոր նախագահը, որ իր ամբողջ ժողովները աղոթքով է սկսում, այս հարցում իր ուշադրությունը կդարձնի։ Սիրելիներս, ամիս անցյալ չորեքշաբթի Ամերիկայում կոչվում է Ash Wednesday։ Մենք հայերս գիտենք, որ 40 օր զատկված տոնից առաջ մենք ունենում ենք Պասի եւ ծոմի օրեր։ Եվ սպասում ենք այդ օրվանը, որ միասին ողջ աշխարհի հետ հիշենք, հիշատակենք, մեծարենք, փառաբանենք այդ դատարկ գերեզմանը, քանզի մեր փառավոր Հիսուսը հարություն է առել։ Մաքս Լուկեյդո, շատ օրհնյալ եղբայր է, բազում հոգևոր գրքերի հեղինակ, մի առիթով այսպես ասեց, գերեզմանից գլորված քարը նրա համար չէր, որ հարություն առած Քրիստոսը գերեզմանից դուրս գար։ Այլ այդ քարը Աստված գլորել էր, որպեսզի Մարիամ Մագդաղենացին տեսներ դատարկ գերեզմանը։ Այսօր հարց ունեմ ինձ ու քեզ հարցնելու։ Տեսնում ես, որ այդ գերեզմանը դատարկ է, եւ այն փառավոր Քրիստոսին, որին հավատում ես, նա հարություն է առել եւ հոր աջ կողմը նստած ինձ ու քեզ մեղավորներիս համար բարեխոսում է, որպեսզի մնանք ու հարատևենք ու կանչենք ու սպասենք եւ հույս ունենանք։ Դարձյալ վերադառնանք Անգլիայի պատմությանը։ 1600-ական թվականներում Անգլիայում հեղափոխություն էր։ Եվ այդ հեղափոխության լիդերներից մեկը Oliver Cromwell ամբողջ գիշերը չկարողացավ քնել, անընդհատ շրջվում էր մի կողմից մյուս կողմ, որովհետև ծրագրեր ունեին, որոշումներ ունեին, որ պետք է իրականացնեին։ Հոգևոր մարդ էր։ Եվ ամբողջ գիշերը իր ծառան տեսավ, թե իր տերը ինչպես է մտատանջված, չի կարողանում քնել։ Երբ առավոտ եղավ, խոսակցություն սկսեց տիրոջ եւ ծառայի մեջ եւ ասեց. ամբողջ գիշերը տառապեցի եւ չկարողացի քնել, որտեղ անդադ մտածում եմ մեր որոշումները կարող է չիրականացվի եւ բնականաբար մենք շատ մեծ կորուստ կունենանք։ Ծառան ասեց. իմ տերս, կարող եմ երկու հարցում հարցնել։ Ասեց. ինչու՞ չէ, հարցրու։
ասեց այն Աստվածը, որին ես ու դու հավատում ենք, մինչև մեր ծնունդը այս երկրագնդի վրա, նա տիրում եւ իշխում էր այս երկրի վրա, ասեց իհարկե տիրում եւ իշխում էր, ասեց երկրորդ հարցումս հարցնեմ, ասեց երբ որ ես ու դու մեռնենք, Աստված շարունակելու է տիրելու եւ իշխելու այս երկրի վրա, ասեց իհարկե Տերը Տեր է, իշխելու եւ փառավորելու է, ասես բա իմ Տերս ինչու ներկան չես հանձնում Տիրոջ ձեռքերի մեջ, ինչու ես այդքան շատ մտահոգված, Հիսուս ասեց ձեր մտահոգություններով նույնիսկ մեկ հատիկ մազը, մի քանի հատ մազա մնացի իմ գլխիս վրա, նույնիսկ դա չես կարող ճերմակացնել, Սարո, իմ ու քո մտահոգությունը մեր մարմնի վնասն է, մեր առողջության վնասը, ոչինչ չի փոխվում երկնքում, ոչ մի բան, մեզ սատանան խաբում է մեր զգացումները ինչ անելու, շփոթեցնելու եւ կուրացնելու, որ եթե մտահոգվեցիր, եթե գլխիդ տվեցիր, եթե ամբողջ գիշեր չքնեցիր, ինչ որ մի բան երկնքում տեղի կունենա։ Տերը ողորմություն չի անում մեզի խղճալով, Տերը մեզի ողորմություն անում մեր հավատքը տեսնելով։ Եվ ասես իմ Տերս, ինչու չեն կարող ներկան հանձնենք այդ փառավորացի ձեռքերի մեջ։ Իմ սիրելի քույրս ու եղբայրս, գիտեմ վերադառնալով բանդապետի առած խոստումը Պողոսից եւ Շիղայից, կփրկվես դու եւ քո տունը։ Անկախ մեզանից մեզ հիշեցնում է գիտեք ինչը, երբ Հեսուն ասում է տարիքներ առել եւ գիտեր, որ իրեն էլ երկար տարիներ չի սպասում ապրելու, մի օր ամբողջ հրյա ժողովրդին մեկտեղ ժողովի անեց եւ հետեւյալ խոսքերը խոսեց։ Ասես թեկուզ Աստված ինձի առաջնորդ դրեց եւ ես առաջնորդեցի ձեզ։ Եվ Աստված ինձի օգտագործեց ձեզ բերելու եւ ժառանգություն տարելու այն խոստումը, որ Աստված խոստացել էր ձեր հայրերին, Քանանիած երկրի ժառանգությունը։ Բայց թողեք մի բան ասեմ։ Դա իմ ընտրությունն է, ոչ թե որպես առաջնորդ եմ ասում, այլ որպես հավատացող եւ որպես հայր, որ ես եւ իմ տունս Աստծուն պետք է պաշտենք։ Իսկ դուք ինչ, դա ձեր որոշումն է։ Ես չեմ կարող ստիպեմ, ես չեմ կարող ձեզ պարտադրեմ, եկուս որպես առաջնորդ։ Սիրելիներս, մեր աստվածապաշտությունը ես եւ իմ տունս սկսում է մեզանից։ Ամեն մի տանը մեջ Աստված լույս է ծագեցնում եւ այսօր դու այդ տան լույսն ես։ Եվ Աստված ուզում է, որ այդ լույսը լուսավորի ամբողջ տունը։ Եվ մի օր իմ ու քո աչքերը տեսնի ես եւ իմ տունս Տիրոջը պիտի պաշտենք։ Եվ իմ խոսքս հետեւյալն է, իմ քույրս ու եղբայրներս։ Այս գործընթացը հեշտ գործընթաց չի եւ ոմանցդ ես ծանոթ լինելով գիտեմ։ Նայելով ձեր երեխաներին մտածում եք, անհնարին է, ինչ խոսք խոսեմ իրենց հետ, ինչպես բացադրեմ, մեկնաբանեմ այն Աստծո հոգին, որ ես ճաշակել եմ, որ մի քիչ առաջ ընթերցում ենք, որ այդ երկնային հոգին ինչ անում, հաղորդակցում է իմ մեջ եղած հոգու հետ, ինչպես ես մեկնաբանեմ, դա հոգևոր մի հատ երևույթ է, ես ինչպես իմ երեխեքից մեկնաբանեմ, որ իրենք էլ իմ նման Աստծուն պաշտեն։ Հիշում եմ, երևի չեմ հիշում, եղբայրներից մեկն էր բեմից, երբ երգ էր անցկացնում, ասեց. մի պահ պատկերացնում եք, եթե մեզանից ամեն մեկից տունը ապաշխարի, այս եկեղեցում տեղ չի լինի։ Չի լինի։ Երևի 2-3 ժողովներ պետք է անենք կիրակի օրերը։ Եվ այդ գործընթացը մեկ-մեկ դու նայում ես եւ սատանան գիտես ինչ է բերում։ Քո կյանքիդ մեջ անհուսություն, ասում է անհնարին է։ Գնա դու քեզ համար աստվածապաշտությունը տարա ու թող քո երեխեքին։ Եվ սրտի ցավով պիտի ասեմ, ոմանքս խաբվում ենք այդ խաբեությունով։ Ոմանքս թողել ենք մեր աղոթները, այդ ջերմերանտ աղոթներ, ինչի մեր երեխաների ապաշխարության համար։ Մենք կողքի քրոջ ու եղբորը հիշեցնում ենք, որ ես պատրաստ եմ քեզ համար աղոթելու։
Իմ հարազատս, մեր աստվածապաշտությունը սկսում է մեր տնից է սկսում, դու մինչև քրոջդ ու եղբորդ փառք Աստծո քո աղոթներիդ համար, բայց երբեք թող քո աղոթների ցանկի մեջ չբացակայի քո երեխեքի ապաշխարությունը, թող ոչ մի երևույթ չխաբի քեզ, նա շատ Աստծո ծեռած է, նա է Աստծո ծեռած է, բայց Աստված կարող է նրան մոտենալ, և դա միայն ու միայն իմ ու քո աղոթներով է լինելու, այն օրը թշնամին հաղթած կլինի, եթե իմ ու քո աղոթքի ցանկից դուրս հանի մեր երեխաների աստվածապաշտության ու ապաշխարության աղոթքը։ Հիսում ենք այսօրվա մեր քարոզը սկսեցինք մեր Ջորջ Հաջ եղբորից։ Միայն մեր աղոթքը չի, այլ նաև մեր կյանքն է, մեր աստվածապաշտությունն է։ Սրանից տարիներ առաջ մի եղբորի հետ մենք մի փոքրիկ խոսակցություն ունեցանք։ Այդ եղբայրը իր համար կառուցել էր մի նոր վարդապետություն, որպեսզի ինքնարդարացներ իր ոչ աղոթներ իր երեխաների համար։ Նա փորձում էր ինձի համոզել և ինձի խրատել ու դաստիարակել, որ որովհետև իմ երեխեքս երբ որ երեխա էին ու նրանց ձեռքն էի բռնում և եկեղեցի էի գնում, այսօր կարևոր չի թե նրանք որտեղ են, նրանք փրկված են, ասեցի ոչ, այդպիսի բան չկա Աստծո խոսքի մեջ։ Երբ երեխան հասուն անում է, երեխան ինքը իր համար պատասխանատու է, այն պատանի հասակում փառք Աստծո, բայց նա պատմություն է, այն ժամանակ սերմը ճիշտ չի ցանվել, ներող կլինեք, իմ մասին էլ է խոսքս։ Երբեք չխաբվես դրանով, բաց ու ճշմարիտ աչքերով նայիր քո ընտանիքիդ կարգավիճակը, քեզ համար սուտ վարդապետություններ մի կառուցիր ինքդ քեզ խաբելով, որ իմ երեխեքս մանուկ հասակից եկեղեցի են հաճախել։ Այսօր քո կողքին են, ոչ, ուրեմն այդ ոչը տես, մի խաբվիր, մի մտիր երազանքների մեջ, մի գնա անցյալի գիրկը, ներկան, որ Աստված տիրում է իմ ու քո կյանքի մեջ, ներկան, մենք մեր վաղվա օրը չգիտենք, ներկան աղոթիր Տերը, ինչպես անցյալում իմ երեխեք իմ կողքին են եկեղեցում, այսօր էլ եմ ուզում, որ իմ կողքին լինեն եկեղեցում, մի դադարիր այդ աղոթքը, դու իրավունք չունես, եթե դու քո երեխուդ համար չաղոթես, ով պիտի աղոթի։ Շատ միամիտ պետք է լինես, եկեղեցին աղոթում է, հոգևորներ աղոթում է։ Մի առիթով մի հիվանդ կար, և այդ մի հիվանդների բարեկամներին առաջարկեցինք, որ մենք էլ կաղոթենք այդ հիվանդի համար, և եկեղեցում էլ կհայտարենք, ասավ չէ, մի աղոթեք, մի ամբողջ եկեղեցի ու մի ամբողջ եկեղեցիների շարք աղոթում են իր համար։ Ցավալի էր, տխուր էր, ամեն մի աղոթք արժեքավոր է Տիրոջ գահի առջև։ Երբեք չմերժես որևէ մի աղոթք, երբեք չմտածես այս եղբայրը այն քուր ինձ համար աղոթում է, երրորդ աղոթքի կարիքը չունեմ, ես ձեր բոլորի աղոթների կարիք ունեմ, բոլորդ ինձ համար և իմ տան համար աղոթեք, և ես ձեր բոլորի և ձեր տան համար աղոթում եմ, աղոթքը չմերժես, դա հպարտություն է, դա խոնարհություն չի, եթե ես քրոջ աղոթքին վստահում ես, եղբոր աղոթքին էլ վստահիր, որտև երկուսն էլ նույն հոգուն են աղոթում, հասկանում եք, և մեր աստվածապաշտության և մեր տան աստվածապաշտության համար, թողեք, որ երբեք որևէ մի բան մեզ չպակասեցնի։ Եվ գանք խոսքի ավարտին, և խոսքը պետք է ավարտեմ Մատթեոսի ավետարանի 10-րդ գլխի 28-րդ խոսքից, որ Հիսուսը այսպես ասեց. Եվ մի վախեցեք նրանցից, որ մարմին են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այսօր մի քիչ առաջ ասեցի, չէ, այդ աֆրիկական երկրում մարմին են սպանում, բայց հոգին Քրիստոսինն է, որ մարմին են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ դուք առավել վախեցեք նրանցից, ով կարող է գեհենի մեջ
կորստյան մատնել, հոգին էլ, մարմինն էլ։ Այդ դրանից զգուշացեք, դրանից վախեցեք, նմանատիպ մարդկանցից ու գաղափարներից հեռու մնացեք։ Եվ հիշեք, որ այսօր եթե իմ երեխեն ինձ հետ եկեղեցում չի, իմ աղոթները նրանց հետ է, շարունակիր աղոթել, շարունակիր մինչև կյանքիդ վերջի շունչը, որտեղ քո աղոթքը մինչև նրանց ապաշխարություն բերել, նրանց պահում է ու պատրաստում է։ Աստծո հոգին այնքան խորն է, որ ես ու դու հասկանալ չեն կարող։ Ուստի ինչ արեց, մեզի հավատ տվեց, որ հավատանք։ Մեզ վերլուծել պետք չի, մեզ հավատալ է պետք, մեզ հասկանալ պետք չի, մեզ հավատալ է պետք, մեզ տեսնել պետք չի, մեզ հավատալ է պետք, մեզ զգալ պետք չի, մեզ հավատալ է պետք, մեզ դասել պետք չի, մեզ հավատալ է պետք։ Հավատալ, որ Տերը, արդար Տերը, ողորմած Տերը, խոստումների Տերը պիտի պատասխանի իմ ու քո աղոթներին։ Եթե այդ աղոթները չդադարեց ոչ մի երկվայրկյան իմ հոգուց, իմ աղոթների ցանկից, քեզ կբերեմ այդ փառավոր, փառավորած Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ։ Ամեն։